Բարոյցես հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարոյցես, պարոն Շիրինյան, ինչպես միշտ ավանդույթը չենք խախտում, մեկ շաբաթ անց հանդիպում ենք այս տաղավարում։ Ինչ ունենք մեկ շաբաթ անց։ Նախ ուզում եմ երեկվա միջադեպքի հետ կապված ձեր կարծիքը լսել, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ կործանվեց թուրքանական ռազմատրանսպորտային օդանավը։ Ամեն դեպքում 20 զինվոր, ովքեր մասնակցել էին Բաքվի շքերթին, վերադառնում էին իրենց հայրենիք եւ եղավ միջադեպը։ Ընդհանրապես այս դեպքերը ինչի հետ են կապված։ Մենք սիրում ենք, չէ, երբ որ ինչ-որ մի բան լինում է, փորձում ենք։ Որպես դեմոկրատ պետք է ցավակցեմ, լավ եղել, Ադրբեջանում ինչ էին անում, որովհետև հիմա ձեր ասած է։ Ես արդեն միտեղ կարծեմ ասել եմ, բայց ես ավելի լայն ես մեր հանգիստ Նոյան Տապանի լսան, ես թվում ավելի մեր հանգիստ լսարանն է, էլի։ Ուրեմն Ադրբեջանը ոտից գլուխ զինվում է, շարունակում է զինվել, միլիտարիզացվում է եւ դա ինքը որպես ավտորիտար իշխանություն ֆաշիզմի տենդենսներ է ցույց տալիս եւ ես բռնաբեդ որ ասում են, բռնաբեդ կա իր երկիրը եւ աշխարհը հանել է վիճակից։ Ավտոկրատ իշխանություն կա, որը բացի լավ բան է, ոչինչ չի արել եւ լիդերներ կան, օրինակ Գեներալ դեգոլ ավտոկրատ է եղել իր բնավորությամբ, բայց երկիրը դեմոկրատական է, մշակույթը դեմոկրատական եւ ինքն էլ Հիտլեր լինելու միտք չուներ։ Իսկ այս մարդը, ուրեմն, որի մասին էստեղ ասել եմ, ըստ էության երկրում հաստատել է քրդական աշիրատ պետություն, ասել եմ մարդ կա Վիեննայից մատ շշմել էր, քրդական աշիրապետություն թուրքական ռոզդիվով այսպես խառնուրդով, պետության տեսակ է դա, ասենք կա սուլթանական եւ այլն, էլի ռեժիմի տեսակ է եւ ինքը էթնիկ քուրդ լինելով գլուխ չտանեն հանգարց բաներ չասեն, թրքացել է, թաթարացել է, դե թուրք չեն է դրանք իսկական իմաստով, դուք ավելի լավ կիմանաք շատ բաներ եւ իր հենց շրջաբադել է, ուրեմն նաեւ քուրդ գործիչներով իր միջավայրում, սանեղ իր քաղբյուրոն էսպես ասած կամ քաղբյուրոյի մասը եւ ռազմականանում է օր ու գիշեր։ Այդ ոչ միայն է, արդեն ուրեմն Բաքվի այդ իբրև թե խաղաղության այդ զենքի մեր բարդության բարագայով մենք պետք է հիշենք ոչ թե իրենց հաղթանակով, այլ մեր բարդության բարագայով ռազմական տեխնիկայի ցուցադրություն ես երեք գիշերն եմ նայել իրականում տեխնոլոգիաներ, նոր տեխնիկա եւ չցուցադրված զենք։ Այդ ամեն դեպքում այդ շքերթի ուղերձում էր։ Այդ որը դա դարբեր է նրանցը, որովհետեւ իրենք սրա մեր Ղարաբաղյան նա ըստեյության ջնջխել է Ղարաբաղյան կլանին, մեզ չի հաղթել, բայց արդյունքը մենք ենք վայելում աշխարհում եք հայությունը։ Ուրեմն հիմա ինչ նկատի ունեմ, ուրեմն այդ ռազմականացումը սրան տվեց հիվանդ ուրեմն բաներ, իմպուլսներ, որ ինքը հայտարարեց, որ ինքը այսօր Կովկասում պետք է լինի դերակատար եւ առանց Ադրբեջանի գիտության ոչինչ չպետք է լինի, հետո սրա զսպաշապիկը անշուշտ հագցրեց Թրամփը, մեղելով հայկական խաչմերուկ եւ այդ իմաստով հայկական խաչմերուկ այդ կանեն անմեղ մի բան չի եւ Թրամփի ուղի, որտեղ ոչ խաղացնելու տեղ չունի, բայց թե շարունակում է զինվել։ Հիմա ես ավելին ասեմ, որ իմ ընկերներից մեկը, այսպես հարազատ ընկերներից մեկը ինձ հարցնում Ադրբեջանի վիճակի է, ես ասել եմ, որ միջուկային արդեն տեխնոլոգիաներից է սա խոսում եւ կարող է միջուկային զենքի վրա աշխատանք են անում եւ ես գիտեմ, որ ես նաեւ ուրիշներն են լսում, հատկապես ամերիկացիները ուշադրություն եմ հրավիրում անխուսափելիորեն սրա հոգեբանական Ալիևի, հա, այդ իր էթնոծակման իշխանության որպես եւ այլն, որ չբերեմ, որ գիտեք, իշկա հիմա գասեն քրդերը մեր բարը, ես քրդերի մասին չեմ խոսում, ես խոսում եմ այն աշիրապետություն ղեկավարի մասին, որոնք նաև Արևմտյան Հայաստանը ամայացրին, այդպես չի որ էլի,
այդ դատարկ անիմաստ խոսակցությունները դաշնագից, ոչ դաշնագից, մեզ չպիտի շատ բան անեն եւ վստահաբար նա ունի նաեւ զինվելու եւ միջուկային տեխնոլոգիաներին տեր լինելու հնարավորություն, ազատ ունի, որն է դա։ Առաջինը անշուշտ ուրեմն ֆինանսական կարողություններն են, որտեղ սրանք հայ չեն Ադրբեջանի ժողովուրդը, իրականում Ադրբեջանի թաթարներն ասենք, ընդ այդ թալիշ մանլիշ անենք, այդ որ ասում են ադրբեջանցի, ադրբեջանցին քաղաքական ինչ-որ գնահատական է տրվում այնտեղ ապրող ժողովուրդներին, դուք շատ լավ գիտեք, թալիշներ, ուրեմն սրանք ինչ կապ ունեն Ադրբեջանի թաթարների հետ, Կովկասի, ինչպես որ ասում են, ընդ որում հետաքրքիր որ վրացիները մինչև հիմա թաթար են անվանում, այդ հայ չեն, պատկեր սարքեն, որ հետո լավ ապրեն, հանգիստ ապրեն, հետո ուրիշ բան լինի։ Ուրեմն ունի առաջինը ֆինանսական կարողություններ եւ նրանց հասարակություն, հայ հասարակությունը չի որ գիշեր-ցերեկ բողոքի ակցիաներ անի, ասեն ինչ է պատահել, ասեն դռնաբանը գիտես ինչ կա, դռանս մոտ վերել աղբ է թափել եւ ցույց անեն իշխանության բարձրագույն օղակներով ասեն ինչի է այսպես, ասենք չգնան մունիցիպալիտետ եւ այլն, սա այդ հասարակությունը չի, դուք գիտեք հայտնի խոսք կա, չէ՞ մի մոլլան բավական է կազմակերպելու համար հետը տանելու։ Հիմա սա էթնո առանձնահատկություն է, հիմա լավ է վատ է տնենք կողքի, մենք այդ լավ ու վատ է ընդհանրապես նկատի չունենք։ Երկրորդ մասը, ուրեմն առաջինը գումարներ ունի եւ հիմա իհարկե դժվարացել է վիճակը, որովհետեւ արևմուտքի հետ իր իշխանության ռեժիմի Ռուսաստանի բարական, բայց արևմուտքն այստեղ երկակի վիճակի մեջ է, Եվրոպան, եթե Ադրբեջանի նավթը չի գնում, բա ռուսականը չի կարող փակել, ինչը որ ավելի մեծ աղետ է, եթե չանեն։ Այստեղ սա օգտագործում է վիճակը եւ դուք գիտեք նաեւ որ այս Բաքվի ռեժիմը, որը թուրքական ավանդույթ է, կաշառելու լավագույն կարողություն ունի։ Այդպես կաշառեցին մեր ապուշներին, չէ՞ նաեւ հաղորդագրություններ կան, որ Արցախը հայերից են անասունները կաշառք վերցրել Թուրքից, թաթարից։ Հիմա սա նույնիսկ որ են եղբայրներ կա, մի գեներալ Հայաստանում է, մի գեներալը։ Հա, այսպես է, այսինքն սրանք հիմա կա նաև աղբյուրը, դա պետք է նկատի ունենանք, վտանգավոր աղբյուրը, որ տեխնոլոգիաների միջոցով իրեն կմղեն դեպի դրան, կուրություն կարող է ցուցաբերել Իսրայելի վերնախավը, սիոնիզմը կարող է, եթե չէ Իսրայելում այդ կարծում եմ նման որոշումներ չեն կայացվում, դա ավելի բարձր մակարդակով է, սա մի քիչ կասկածով, ոչ կասկածով եմ ասում, բայց Պակիստանի ռեժիմը, որը իրեն տեսնում են ինչպիսի հարազատություն ունի սրա հետ, կարող է օգնել։ Ընդ որում Բաքվի այդ շքերթի ժամանակ տրիբունայում հենց Պակիստանի վարչապետն էր կանգնած, այս ռսաստրուկներին ու անուղեղ մեր հայրենագիստերին աշխարհում եք ուզում եմ ասեմ, դուք գնահատեք Հայաստանի իշխանության այն քայլը, որով Պակիստանի պետության հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատման գնացին։ Ես այս կաղնիկ ասեմ ձեզ, մի հատ կաղնիկ չանշուշտ, որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ մարդիկ կան, որոնց հետ ես խորհրդակցել եմ ժամանակին փորձում էի, որ Պակիստանի իշխանությունների հետ կոնտակտ առաջացնեմ, չկարողացա, որովհետև Հայաստանում պայմանը նորից Ադրբեջանն է, որպեսզի եւ դիվանագիտական հարաբերություններ նաեւ ճնշենք կամ բացատրենք, խնդրենք մեր իշխանություններին այդ քայլն անեն, ես նույնիսկ եթերում եմ թեթև խոսել մի ժամանակ, հետո իմ կարողությունների մեջ չէր որպես կուսակցություն, դե մենք բան չենք, գողապետության կուսակցություն չենք, գողանանք պետությունից աշխատենք Հայաստանի դեմ։ Ինչ եմ ուզում ասել, այս աղբյուրները կան, սրանք աշխարհին պիտի զգուշացնեն, ինքը նաև ինչ-որ հիմա ուրջացրել է մի թեզիս, որը աշխարհում ընդունվում է այս կամ այն չափով, տարածքային ամբողջականություն, սվանեցին այդ պետության տարածքային ամբողջականություն նախախտություն է, ասեմ ինչի համար, որտեղ այս օրենքը իրական է եւ աշխատող է, միջազգային իրավունքի 10 սկզբունքների մեջ է, եթե երաշխավորում է նաեւ ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունքը։ Ուրեմն հիմա Հայաստանի իշխանությունը բարձ է զսպված է 1000 գործոններով, ներխուժման վտանգ է եղել ու կա հիմա հաղորդում են, չէ՞,
իսկ ասեք սպյուրքը զբաղված է ռուսների համար Հայաստանի պետության դեմ կռվելով, ովքեր որ ուժ ունեն, մի մասը անշուշտ, տեսել ռուսական բանն է, հետքը Հայաստանի վրա, Սփյուռքում, Վաշինգտոնում եւ այլն։ Հայաստանի պետության դեմ են կռիվ տալիս, այս հայվանները փոխանակ իրենցից բաներ են հանում, ճոռոմ, այնպեսի բաներ են խոսում, էլի հայրենիք բան, որոնց սպանես պետություն բառը չեն արտասանի, որտեղ իրենց պետություն ռուսական պետություն, ինչպես այս մեր եկեղեցու վերնախավի, սրանք բոլորը ուզում եմ ասել, որ սրանք հակասական վիճակներ են, ես իհարկե հույս չունեմ, որ այս ռսացած հայկական որոշ լոբիստական շրջանակներ Ռուսաստանի շահերն դեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի պաշտպանողներին նկատի չունեմ, բայց հույս ունեմ, որ ամերիկացիների ուշադրությունը այս բանի վրա է, որտեղ ես վերջերս էր, որ այդ ուրեմն Ալիևը խոսում էր, կարծեմ թե ինքն էր, թե առաջի դեմքերից մեկը միջուկային տեխնոլոգիաների եւ այլնի մասին, հատկապես նաեւ ֆրանսիացիներին, այնպես որ սա պիտի նկատի ունենալ։ Նկատի ունեք այս շքերթը, այս ամեն ինչը տեխնոլոգիաներ են հանել, նոր հեռահարություն, դա քաղաքական ուղերձ է, որ թուրքական, այս չի նշանակում, չպետք է հարաբերվենք, այս ապուշները հանկարծ չասեն, որ ձախողենք կամ նրանք ուժեղեն, հա, գնաց, չպետք է գնա, սրանք առիթ օգտագործում են ռուսների մաղձը իրականացնելու համար, հենց ասում ես, այո, մենք դիվանագիտական եւ այլ հարաբերությունների կանոնավորման գնանք, սահմանագծման եւ այլն, այս մի բան է, սա գործնական պետական քաղաքականություն է, բայց մյուս վտանգները պիտի նշանակենք. Ես հույս հայտնեմ, որ Ադրբեջանը զինվում է Պուտինյան Ռուսաստանի դեմ, դա շատ լավ կլիներ, որտեղ խոսքը նաև Կասպից ծովում, ուրեմն պաշտպանական կարողությունների արդիականացման մասին է, նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ է, որի մասին ես բոլոր մակարդակներով ասել եմ, ձեր դեմ է զինվում եւ դուք Նկատի ունեք մեր դեմ զինվելու կարիք չկա, որտեղ մեզ ավելի Չէ, մեր դեմ էլ ունի, ես հիմա գիտեմ, որ անկախ եմ բանից, որի մասին չեմ զբաղվել, մեր բանակը վերակազմակերպվում է, վերազինվում է, բայց ինչ մակարդակով ինչպես չգիտեմ, չեմ էլ ուզում խոսել այս հարցը, որովհետև մենք էլ չենք խոսի, չէ, բայց նա պիտի ասվի, որտեղ այս առիթից օգտվելով ես գրել եմ, ասել եմ բանակի ղեկավարության եւ Հայաստանի քաղաքական իշխանությանը պահանջ եմ ներկայացնում, որպես կուսակցության նախագահի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է համալրվի բացառապես ստրատեգիա հասկացող, կրթություն ստացած եւ գողության մեջ որևէ պարագայով չմեղադրված սպայակազմով եւ նրանց աշխատավարձները պիտի լինեն պատշաճ Գլխավոր շտաբի մասին է խոսքը, որի ֆունկցիան հայտնի բան կա, եւ ընդ որում հիմա ասում են, որ արդեն վերապատրաստման Ռուսաստաններ չեն։ Եթե սա եղավ, բանակի գլխավոր զինված պաշտպանության նախարարությունն ենք, ուրեմն մեր գործը հաջող լինի եւ սա շատ շտաբ պիտի լինեն, որում դա բացառապես եւ կրթությունը որտեղ պետք է ստանա։ Պետք է մաքրվի ռուսական շպիոններից, հայ կամ ռուս, եթե ես Կարծեմ ԱՊՀ-ի ժամանակ այստեղ ռուս գեներալ էր նստել Սերժի ժամանակ եւ թելադրել, լավ չգիտեմ, Քոչարյան Ռոբերտի, այսինքն մենք գլխավոր շտաբ չենք ունեցել, ռուսը նստել է, կառավարել է, հիմա խոսքը դա չի կարող լինել, սա բացառված է, բայց մեր արտաքին հետախուզության խնդիրն է բացահայտել հայ կամ ռուս կամ օտար, չգիտեմ, ներթափանցած ռուսական շպիոններից գլխավոր շտաբում գոնե, եւ գլխավոր շտաբը հաջորդի աշխարհով մեկ եմ ասում, երկրի պաշտպանության պատասխանատուն առաջի եւ վերջինը Հայաստանի Հանրապետության զինվորների գլխավոր շտաբն է Եվ մնացածը այսպես ուզում եմ ասել, որ սրանք էլ թաքնվում են քաղաքական իշխանության թիկունքում, ուրեմն վարչապետ ճարել են, ինչպես լինում է, ուրեմն ամեն ինչը տեղավորում են, իրենք շարունակում են ճարպակալել ու բան։ Նաև այս գեներալներն, ովքեր հարցազրույցներ են տալիս բան, այդ Մոսկվա բանն ասում, պետք է չէ ներսում եղած, պետք է արգելել սրանց հարցազրույցներ տալը, որոնք Արցախի մեր ժողովրդի եւ մեր պետության ողբերգության մասնակիցներն են։ Սրանց պիտի արգելվի բաներ տալ։ Խեղաթյուրում են, խաբում են, հաստատում են իրենց գողանալու իրավունքը հետին թվով եւ Ռուսաստանի արդարացման գործ են անում։ Ուրեմն սա եւ նաեւ այսպես կա։
Եթե բանակում էլ կան գեներալներ, ես ենթադրում եմ, այս առիթով, եթե Ռուսաստանի թոշակ են ստանում, նույն օրը պաշտոնաթող պիտի անեն, ռուսական թոշակը կաշառք է, եւ ընդհանրապես թոշակը կաշառք է, այդ բարձր չինովների մասին է խոսքը, դա լինի նաեւ ֆրանսիական, դա լինի իտալական, չգիտեմ, բայց ռուսական հարաբերության հետին, ուրեմն այսպիսի բաներ ինչ եմ ուզում ասել, իրենք վերազինվում են եւ այդ ռեժիմը կարող է ոչ միայն ասել քրդական ինչ-որ տեսքով աշիրապետությունն է, որպես ռեժիմ, այլ միլիտարիստական է, աշխարհում ամենահարակ զինվող պետություններից մեկն է, որը ինքնորոշման իրավունքը ոչնչացնելու ուրեմն այս անտեսելով այս փաստը իրեն անընդհատ ներկայացնում է տարածքային ամբողջականության ջատագով, երբ որ Ադրբեջանի կազմավորման շրջանում ոչ Արցախը մեջ է եղել, ոչ ադրբեջանցի ժողովուրդ եւ ոչ էլ ադրբեջանի ժողովուրդ։ Սա էլ իշխանության վրա չկսեն, այդ չէ բանը։ Ես կարծում եմ իշխանության քաղաքական կուրսը ճիշտ է, ինչ որ ինչ է խոսում են նորմալ է, բայց սա իշխանության հարցն է, մնացածի ու հարցը ուրիշ է եւ այլն, էլի։ Պարոն Շիրինյան, այս օրերին փաստորեն այդ Բաքվի շքերթներ, երեք այդ ինքնաթիռը 20 զինվորներով եւ այլն, մենք անդադար իրադարձություններին ուշադրություն ենք դարձնում։ Նոյեմբերի 9-ի հետ կապված եղան հայտարարություններ եւ Բաքվից եւ եղա հարցազրույցներ Երևանից։ Ի տարբերություն հակառակը նա, որ այնտեղ իրանք իրար սիրում էին, այսինքն սիրո խոստովանություններ էին անում, մեզ մոտ հակառակը մեղադրանքներ թե ով է ավելի ճիշտ, ով մեղավոր չէ, Բայրամովի հայտը հանձնել է նրանք սխալ են եւ դա կլան են։ Մենք դրանք անդրադառնանք, բայց Բայրամովի հայտարարություններին ես կուզեի, որ դուք անդրադառնաք։ Այն հատվածը ինչ որ գիտեմ, հավես էլ չունեմ, ինքը ճիշտ է ասում, ամենը ճիշտ է ասում, ինչ։ Որն է ճիշտը, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է այդ Չէ, այդ չի, այդ բոլորը Մոսկվայի բլեֆն է։ Ես առաջարկեցի ինչ որ նայեցեք, Մոսկվան է ասում Ադրբեջանը եւ Ղարաբաղյան կլան իր գեներալները սխալ է։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ սրանք Լավրովի պլան են ռեալիզացնում, բայց կարծեմ Բայրամովը մի ուրիշ բան էր ասում։ Դուշանբեի հանդիպումն եմ ուզում որ մեկնաբանեք, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հարցը լուծել, նա խոստացել է, հետո չի արել, որպեսզի իրեն կսպանե եւ այլն։ Ուզում եմ հասկանալ։ Չէ, Բայրամովը ուրիշ բան էր ասել, որ ռուսները, որ ռևանշիստները շրջանցում են տեղահանության պարագայով Այս ուրեմն տեղեկացված են եղել Ռուսները տեղյակ են ճշգրիտ է ոչ միայն ռուսներն են տեղյակ եղել այլ այս բոլորը ռուսական նախագծով է եղել Լավրովի պլանով այս հիմա ռսակոծերը մեռնում են որ ասում ես ձեն չեն անում խոսում են խոզիկերից բանի հաց ամեն ինչից որովհետև շրջափակում Եվան պետք է հակադարձումը լիներ հիմա նայեցեք Իշխանության բարակայում Եվ իշխանության բարական գիտեք ես ասեմ հետևյալն է մեր պոտենցիալը եթե մենք նկատի ունենք եթե հազար մի բաներ են մենք պետք է քաղաքական իշխանությանը եւ ռազմական իշխանության մի քանի դեմքերի թողենք ազատ կմեկնաբանեն թե չէ բայց դա չի նշանակում որ լրագրողական սերոսական խմբերը ռևանշիզմի որոնք վերածվել են SS-ական մահվան ջոկատների այս անբանի տակ պետք է բան անեն իհարկե պետք է ակադեմիական գիտություն եթե կա քաղաքական կուսակցություններ եթե կան ովքեր որ Հայաստանի պետությունը ընդունում են իրողություն եւ գտնում են որ աշխարհում ամենաբարձր բանը Հայաստանի պետությունն է մայրաքաղաքներից ամենամայրաքաղաքն էլ Երևանն է բարձ է Մոսկվան չի Եվ իրենք էլ գուբերնատոր չեն կարող գալ լինելով գավառամիտ ու գավառական եւ ընդհանրապես ուզում եմ հանճարելին չեն կարող ուզում եմ ասել սա ուրիշ հարց է ես արվի բայց քաղաքական իշխանության ազատ թողեք իրենց գործողությունների մեջ երեք մարդու ձայն պաշտոնական է ասել եմ ազգային ժողովի նախագահը վարչապետը եւ արտգործնախարարը եւ պետության նախագահը հիմա ինչու որովհետեւ այստեղ մենք խնդիր ունենք որ իրենք սուսուփուս իրենց գործն անեն որովհետեւ այդ վիրավորանքների առաջին մասը իրենց է գնում ինչ որ լինում է ոչ միայն Բաքվից դա ինչ որ թե բնական է անբնական ընդդիմություն չկա ռևանշիստներին որոնք ֆաշիզացիայի տենդենսներ են ցույց տալիս սրանք է ռուսական ագենտուրան է մաֆիան է նայեցեք շատ զարմանալու բան չկա ուզում եմ ասել ես երեքը թող որտեղ նրանց խոսքը բայց մի պայման կա մենք երբ կարող ենք դժգոհ լինել պիտի լինենք եթե
ասենք մի 2 տարի հետո հասկանանք, որ երկրում ոչինչ չեն արել օգտվելով Ինչու՞ չի այդ փոխվել։ բայց ես գիտեմ, որ անում են։ Լավ են անում թե վատ, մեզից էլ է կախված, ինչպես ենք մենք ուղղորդում, ինչպես ենք ճնշում, չագերտավոր, ինչպես ենք իրենց օժանդակում, ինչպես են քննադատում, ինչպես որ աշխարհում լինում է նորմալ պետություններում։ Այնպես որ այդ թողենք էլ իշխանությունը։ Այսինքն Բայրամովի հայտարարությունները նմանատիպ դուք համարում եք, Մնացածը որ ավելի ինձ հետաքրքիր չեն, ինձ համար փայլուն էր նրա խոսքը, որ ռուսները տեղեկացված են եղել խաղապահ։ Մնացածը Բայրամովն ինչ խոսել, բայց այդ պարագայում դուք նկատի ունեցեք, Ալիևը հաղթած կողմը Թողաներ Ղարաբաղյան կլանը որ աղել, երկրի ներքաղաքական կյանքը կարգավորում է խոսույթը, արտահայտություն է անում, այնտեղ բանը, այնտեղ հա այն Զախարովան զուգահեռ անում, սրանցից մեկը ու սկսվում է քննարկում, անցածին ասեցի, չէ, մեր օրակարգը Մոսկվան է թելադրում կամ Բաքուն, մի բան են ասում, ոհմագով վրա են տալիս։ Բայց վարչապետն էլ այդտեղից անմասն չի մնում, չէ, ինչ որտեղ իր ստատուսներով։ Ես ասեցի մենք, չասեցի վարչապետն առանձին, որտեղ ընդհանուր նկատի ունեմ այնպես չի, որ միայն հասարակությունը կամ վերլուծաբանները։ Բոլորը։ Ես էլ պայմանագիրը ամեն անգամ ես օրինակ միշտ պատրաստ եմ եղել ու հիմա էլ եմ ուզում քննել տնտեսական, քաղաքական, մշակութային վերափոխումների եւ նպատակը հանրությանը ճշմարտությունը ասելը, բայց հարցը ինչ է։ Ես ուր գնում եմ, սկսում եմ Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, այսինքն անցյալի բաներով, էլ Ալիև, բայց հասարակությանն է, չէ, դա առաջին հերթին այդ դե էլի որ օրակարգը թելադրում են։ Ես մի հատ Սամվել Բարակ բան ինչ է։ Չեմ բանի այդ Կարապետյան կոչված իր աղբոր տղեն եւ այլն եկել են տեսան ես քամին էլ չստացվեց ես սպասում եմ Արա Աբրամյանին երբ են ուղարկելու հերթական Մոսկվայից որ մենք մի 2 տարի Արա Աբրամյանի հարցերը քննենք այսինքն մենք զբաղվում ենք ոչ թիրախային խնդիրներով որտեղ մեզ դնում են այս վիճակի մեջ իսկ ես կուզենայի որ դրա համար օրինակ ասեմ Հայաստանի Հանրապետությունը կարող է ինֆորմացիոն բան բյուրո ստեղծել կամ տեղեկատվության նախարարություն կամ բաժին որովհետև սա պետք է լուծվի, որովհետև մենք մեր հարցերը լուծենք, մենք ուրիշի հարց ենք լուծում, մենք զբաղված ենք Ռուսաստանից, ասեցի Բաքվից եւ ռևանշիստներից ուրան տեղափոխված օրակարգի քննարկումը, օրինակ անհետ հարցին չենք խոսում։ Մի հատ երկու քաղաքական բաներ, անցյալ ներկայացնող բայց այդ երկու քաղաքական անցյալներից ինչպես դուք եք ասում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ամեն դեպքում հաջողված էր իրենց հարցազրույցները, քանի որ Նիկոլ Փաշինյանից կորզեցին բանակցությունների, բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստումը կանի, եթե վարչապետը խոստացել է, հավատում եմ կանի, բայց իրենք ուզում են ուրիշ բան։ Երբ հիմա ես ուղղակի այն օրը ինչ-որ բաներ էր խոսում իրավան։ Այդ Արմենիկումն ինչ եղավ, որ սա Պաշտպանության նախարար ժամանակ ասեց Հայաստանը Արմենիկում ունի սիֆիլիսի վերջնել աշխարհում տալու է։ Պարզվեց այդ բոլորը սիֆիլիտիկ հայտարարություններ էին, ուր է Արմենիկումը։ Ինքն էր հայտարարում։ Ես էլ նույնիսկ մենք էլ միամիտ գիտության ֆիզիկոս բանկար մի օր նստած քննարկում ենք սա հնարավոր է թե չէ կենսաբաններ են ինքն է հայտարարել բայց իրականում ուր է իրեն եմ հարցնում խոսի դրանից խոսի թե ինչու այդ քանի տոկոս ես ուզում ես անգամ խփես որ խփում է այս մարդու այսինքն կարելի է մեկը որ անընդհատ ճիշտ չի խոսել քննարկել հարցերը բանն էլ իր այնտեղ ուրեմն մի հատ էլ գրասեղան է ցույց տալիս բան է պատկան մարմիններին եմ ասում, չեք ասում ես մարդուն, այդ աշխատավարձով ես քո բանը սարքել, վերջ ես հարցերը պետք է պարզվեն, թե չէ, ես եղել եմ ուրեմն 23 թվին ուղղակի բախտ է վիճակվել լինել բանը Ռեյգանի աշխատասենյակում, բանը Կալիֆորնիայում ռանչո ունի, սեղան է բան էլ Ամերիկայի կառավարել, սրա գրքեր լցրած բան է, գիրք եք կարդում, կամ եթե կարդում եք այդ գրքերն եք կարդում, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ։ Բայց այդ հարցազրույցից ինչ որ մի բան դուք ձեզ համար չառանձնացրեցիք, կարող չէ։ Ես առաջարկում եմ Հայաստան իհարկե հայությունի չի լսելու, ինչպես որ ես տարիներ շարունակ ասում եմ քուրարաքսը պետք է ստեղծվի, շուտ արեք, բայց չլսեց, եւ փոսի մեջ հայտնվեց։ Ուրեմն 2002 թվականին էլ այս Նախիջևանի վերաբերյալ բրոշուր եմ տպել եմ կարդացող եղել չի եղել հիմա բայց դրանք այդ խնդիրներ կան ինք եկել է հիմա ինչ էի ասում
Հարցազրույցից ինչ որ մի բան ձեզ համար չեմ հիշում, իրենց էլ չեմ ուզում հիշեմ, բայց ես Բայց չեմ իրենք իրենց հասկանում մասին Հայաստանի հիշեցնում են։ իշխանությունների նեյնիմ բան էս մեղմություններ սրանց հանդեպ։ Հազարատ քրեական գործ կա վերեկը։ Կամ ազատեք այդ մարդկանց, ասեք իսկապես սխալ է, կույսեք, կամ էլ հարցը փակեք վերջանա։ Ամեն օր ելնում են իրենցից բաներ են դուրս տալիս։ Իրենք պետք է պատասխանեն, երկիր կողոպտել են թե չէ։ Եթե չեն իրավաբան համակարգ հայտարարել, իրենք գողություն չեն արել, իրենց պապական ունեցվածքով անչը։ Այս հարցը պետք է լուծվի իրենց պարաբղայով։ Թե չէ կոնկրետ այս հարցը իրենք կանչում են, մեկին կանչում են սալյարքի գողության համար քրեական գործ են քննում, դուրս է գալիս քաղաքական հայտարարություն անում եւ ինչ-որ երկրի ուղղորդում։ Զավեշ չի։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը, պարոն Շիրինյան։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, որքան էլ չենք ուզում խոսել, ինչպես դուք եք ասում, եւ նրանց ջրաղացին անդադ ջուր ենք լցնում, ենք ինքներս ենք ջուր ենք ծեծում եւ այլն։ Ինչ պետք է արվի, որ ասում եք, կամ պետք է ասեն, որ անմեղ են, մարդիկ ապրեն եւ գործեն, իրենց շահերադառնանք, կամ եթե մեղավոր են, պետք է լինեն համապատասխան վայրում։ Այդ մարդիկ մեղ չունեն, մենք ենք դառնում մեղավոր։ Կամ ինչ-որ մեկն ասում է, մենք կամ լսելով սխալ տեղեկատվություն։ Մենք ենք մեղավոր, որ իրենք, ասենք, լսում ենք, որ առյուծ են սպանում, առյուծից հետո երեխա սպանել շատ հեշտ են, դուք ընդելացնում եք, ցուցադրել եւ այլ։ Ասենք այդ մարդը ոչ մի բան չունի, չի գնացել Բադեն-Բադեն,
ասեն չէ, նարկոտիկի հետ կապ չունի, խոսում են, մենք չենք բամբասանքով, քաղաքական կուսակցության դարբեր չի հետաքրում դրանք, բայց մենք կամ պետք է հերքվի, որը կամ էլ ուրեմն հաստատվի, եթե հաստատվեց քրեական պատասխանատվության ձգձգել ինչի համար է։ Ասում են Պուտինը չի ուզում, Պուտինը չի ուզում, որ այնպես մենք ապրենք։ Պուտինն է մեղավոր, թե չգիտեմ, Զանզիբարի թագավորը չի ուզում։ Ուրեմն այս հարցերը պետք է լուծվի։ Բայց հիմա ասեմ ինչ։ Ամեն դեպքում ես կցանկանայի, որ եղած վիճակ է եւ մենք պետք է նկատի ունենանք մի բան, որ մեր պետականությունը կայացած ինստիտուցիոնալ համակարգով պետականություն չէ, դա պիտի նկատի ունենանք, սա մեղավորի հարց չի, օբյեկտիվ վիճակ է։ Երկրորդը, մենք չունենք քաղաքական մշակույթի այն մակարդակը, որ մեզ պետության ոնց ասեմ, պետականության համար սրտներս դողա, տեսնում եք ինչ են անում, այսքան պաշտոնյա են ձեր բոլորը կանցակողությամբ են զբաղվել։ Ընդ որում բոլորը պետական նախարարներ, փոխնախարարներ։ Այս Սերժի ժամանակ Քոչարյանը, այս գողականը, այն որ ապերոյն լծվեց իշխանություն, լծվեց խորհրդարան։ Չհիշում եք, ոչ ենք ազգային ժողովը մի ժամանակին չի ասում, են պապազողների խորհրդարան, ժողովրդի մասին է խոսքը։ Չէ, այն Սեմուշկաբան նկարում էին, ասում են, ինչ եմ ուզում ասել։ Սա եղել, հիմա սա օբյեկտիվ վիճակ պետք է մաքրվի։ Հիմա մենք եղած նաև երկրի անվտանգությունը նկատի ունենալով, որ արևմուտքից Թուրքիան է, արևելքից Ադրբեջանն է, հյուսիսում Վրաստանն է, հարավում Իրանի Իսլամական Հանրապետությունն է եւ օդն է Լետկան է։ Հիմա սա մեր եղած վիճակն է։ Սա ես ուզում եմ օբյեկտիվ գնահատականի համար խոսել։ Հիմա պիտի պահանջենք, քննադատենք, բայց քննադատությունը չպիտի ոչնչացման նպատակ։ Դա հակապետական ռևանշիստ օպոզիցիան է անում աշխարհի ցանկացած երկրում։ Նաև օտարի թելադրանքով եւ այլն։ Հիմա սրանք մենք հակառակը, մենք պետականության փրկության գործը եւ կայացման պիտի տանենք առաջ, գալիս է բան չի մնացել 5 ամիս հետո պիտի ազգային ժողով ընտրենք, որտեղ պիտի ընտրվեն կուսակցություններ եւ ոչ բաներ, պատվալներում սարկված կառույցներ։ Կուսակցությունները չէ, մարդկանց համախոհ քաղաքական կառույցներ են, կամավոր միավորված, գաղափարի եւ այլնի շուտ, որոնց նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետության շահերի ռեալիզացիան, որևէ սեգմենտի շահերի ռեալիզացիան, մտավորական, չգիտեմ, անոր եւ այլն, որոնք պետք է դավանեն արժե համակարգ, ոչ թե խոսեն դրանից, ասենք, օրինակ, Բարգավաճ Հայաստանի չի նշանակում, Բարգավաճ երկրի պետք է կուսակցության Բարգավաճը որն է։ Այսինքն, ես ընդորում իմ ասացի նպատակը չի այս մարդկանց վարկաբեկելը, որովհետև իրենք ինչ վարկ որ ունեն, ժողովրդից լավ գիտի, մեր ձեր ասելով չի լինի։ Հիմա ինչ եմ ուզում, եւ խորհրդարան ուղարկեն նրանց, ովքեր քաղաքական կառույցներ են, ովքեր անցյալով իշկանել ասեն, թաթախված չեն եւ Նիկոլը իրենց նման չի, 4-ն էլ մեկ են։ Սա ամենադավադիր միտն է, որ ներդնում են այս օրերին այո, թերություն, սխալ, ճիշտ, ամեն ինչ կարող եք ասել, բայց ո՞նց կարող են նույնը լինել։ Եվ այսօրվա իշխանությունները նույնն է։ Չէ, ինչու են նույնը։ Իրենք Արցախ են պայել, խաղաղություն են պայել, Նիկոլ Փաշինյանը Արցախը տվել է եւ պատերազմ է բերել։ Պատերազմ է բերել, Պուտինն է բերել, հայեր, Պուտինը վախենում է ռուսներին է հանել Արցախից Նիկոլ Փաշինյանը։ Լավ է արել, բայց ռուսներն իրենք են գնացել, ռուսները որտեղից որ։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդքան քաշում է։ Մեր Հայաստանն այդ կան ուժումներ Նիկոլը հանեց, հա։ Դե ինը Ուկրաինայից էլ թողելն են էլի։ Ուկրաինայում խրվել են, չգիտեն արունը որ ստապեն։ Փաշինյանի մեր հարցին վերադառնանք, հարցեր ուրեմն մենք պիտի այդ կուսակցական համակարգը կարողանանք խորհրդարանում կայացնենք, ինչի համար։ Խորհրդարանական հանրապետությունը ավելի կարիք ունի, քան նախագահականն էլ կարիք ունի, բայց ինչու, որովհետև խորհրդարանական հանրապետությունը ըստ էության կուսակցապետություն է, ինքը կուսակցությունների համախումբ է ներկայացնում։ Հիմա կընտրեք քրեական անցյալով ռևանշիզմներ կամ էլ նացիոնալ սոցիալիստներ, որոնք գնում են դեպի ֆաշիզացիա իրենց հակապետական գործունեության համար, կունենաք այս երկիր ավելի վատ կլինի։ Կընտրեք, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի կլինենք։ Ես առաջարկում եմ մոդելի իմաստով է խոսքը, վերցնել Գերմանիան որպես մոդել, նաև քաղաքական պայքարի, որտեղ մեր նման ծանր վիճակում նրանք անցել են։
Եվ այդ մոդելը տեղայնացնելով, որտեղ ինչ էլ անենք, դրանք տեղայնացման հարց ունեն։ Առաջինը գիտեք Ֆրանսիայից էր կիսանախագահ վերցրած եւ այլն, այդ բոլոր վարի գնաց։ Այն ժամանակ էլ ասել են Գերմանիան, ինչու, որտեղ մեր արտաքին եւ ներքին պայմաններն են թելադրում որևէ մոդելի ընդրություն։ Եվ այսպես ուրեմն այդ կուսակցապետությունը կայացնել, մերժելով ռևանշիզմը միանժամանակ, ոչ մի պատճառաբանություն չբերել եւ թող դրանք ավելի մարգինալ դառնան եւ այլն, մնացածը խորհրդարան պիտի ունենա աճ, լիբերալներ, ազատականներ, հիմա ԿԲ-ն այդպիսին է եւ առաջի տեղը լինելու է, ինչքան էլ տերոր անեն, ուրիշ բան է, նա բացարձակ մեծամասնություն կունենա, թե չէ, այստեղ է, որ ես կարծում եմ աշխատեն, որ նա չունենա բացարձակ մեծամասնություն, դա հնարավոր է։ Այն դեպքում երկրում կլինի մշտապես քաղաքական ճգնաժամ, եթե խորհրդարանում դաշնակից կուսակցություններ չլինեն օպոզիցիոն, բայց որոնք ձեռք մեկնեն, որ ինչպես որ լինում է, աճ պիտի լինի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, բայց Հայաստանում բարձում է, որ սոցիալիզմը տանում է ծայրահեղացման եւ ֆաշիզացիային, նացիոնալ սոցիալիզմի է տանում, պիտի լինի եւ պիտի լինի կենտրոն, ինչպիսին օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, այն բուֆերը, որը ուրեմն երկու թևերի միջև, սա մոդել է, բոլոր երկրներն են այդպիսին, որոնք կարողանա հակասությունները, ծայրահեղությունը մեղմել եւ աշխատել։ Ես հիշում եմ այսօրվա նման, դուք էլ կհիշեք, ազգային ժողովը Հայաստանում ձևավորվել է կոմունիստներ ՀՀՇ առանց բուֆերի, Հիմա ինչ, եւ այդպես եղել է, միշտ բախումներ են խորհրդարանում դուք Միջնորդ եք դա։ Նորմալ, միջնորդ բալանսավորող, այսպես ասենք, բալանսավորողը, այս բալանսավորողը չկա Հայաստանի խորհրդարանում եւ գիտեմ ինչի, որովհետեւ դա ձեռնտու չի, ով որ պետության դեմ է գործում, այլապես բալանսը չի թողի որ Իսկ ինչպես այդ բալանսի բուֆերը ձևավորվելը, ովքեր են լինելու, ինչպես չափորոշիչները, որոնք են։ Չափորոշիչները կուսակցությունների առաջարկներն են, կենսագրություններն են, իրական եւ մարդիկ են, որոնց մարդիկ ճանաչում են։ Այստեղ եթե կլանային մտածողությունը դնենք կողքի, որը մեր թաղեցին, մեր հորոխորդ տղան, աղջիկը եւ այլն, այս բոլորը դնում ենք, ամեն ինչ նորմալ կստացվի, հաջորդն էլ ապացուցեց պատերազմից հետո, որ նրա մեջ կա մի բան էլի, մի կորիզ, հստակ, որը պետությունը պաշտպանելու է հարազատի նման պետականությունը, այսինքն սա պետականության համազգացած ազգային պետականության զգացած չերն է, այդ դեպքում մենք կունենանք խորհրդարան, այն հաջորդը արդեն կլինի իսկապես ավելի եւ մենք կունենանք էվոլյուցիոն զարգացում, մեզ ռևոլյուցիոն զարգացումը հրահրվում է Ռուսաստանից, տեսնում եք, էլ իմպիչմենտ, այդ գիտեք որ չի լինելու անընդհատ անգայնություն, անընդհատ այս վիճակի, ասում եք ինչպես այս ճանապարհով կգնանք, ինչպես գնացել է Անգլիան, ինչպես գնացել է Գերմանիան Հիտլերից հետո, Ավստրիան եւ այլն, որ երկրը ուզում Եվ եթե Հայաստանը չի հավակնում 29000, սա էլ եմ ուզում անդրադառնալ, մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Ավարտվի եւ մարդիկ իմանան, ինչ է բուֆերը։ Դա երկու գնացքի վագոնների արանքում, վագոններն իրար միացնող փոքրիկ բանն է, էլի վագոնի համար շատ կառուցվածքն է, մեխանիզմն է, որը թվում է չի երևում պիտան ինչի է պետք, բայց եթե դուք բուֆերը հանեք վագոնների որը կարող է փոկվի կամ գնա այն կողմ կամ կարող է գնա այն կողմ, բանը ռետինից է եւ կարողանա ժողովուրդը վստահել։ Դե հիմա ես էլ բացատրում եմ խորհրդարանական մեխանիզմը եւ աշխատում եմ որ ինձ լսեն, ես ոչ թե ես այդ սովորությունը չունեմ ի տարբերություն շատ շատերի, ես պրոֆեսիոնալ քաղաքագետ եմ կրթությունով նաև, այսինքն իմ ասածը, ոնց որ բժիշկ է, ոչ թե հիմա լավ է, թե անհամաստությունը լավ է, եթե մեկը սրտաբան է, դուք մենք պետք է սրտաբանին լսենք, ոչ թե ուրեմն հեքիմի եւ այլն, ես ուզում եմ ասել, այս ճամփով պետք է գնանք, ես կարծում եմ, որ եւ այդ բուֆերը պատրաստելին եւ բացառենք ռևանշիզմը Ընդ որում ասեմ, արդեն սրանց գործունեություն ցույց է տալիս
որ կարելի է ես կուսակցությունների որոշմաս կասեցնել գործնեությունը, հակասահմանադրականություն եւ նաեւ, քանի որ սրանց հետևներում հարուստներ են կանգնած, մեր ժողովրդի ազգային հարստության հիմնական մասը, ուրեմն պետությունը պետք է հաշվարկի եւ այս 5-6 տարվա ցույցերի եւ այլնի տված վնասի փող պետք է վերցնի իրենց։ Եվ վերջին հարցս 1 րոպե ժամանակ ունենք, ամեն դեպքում ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Որպես բուֆեր դուք հավակնելու եք, որ Հայաստանը 29000 քառակուսի կիլոմետր տարածքից ավելի մեծ տարածք ունենա, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ եթե չունենանք, դա շարակական առումով մենք գործոն չենք։ Իրեն ես պատասխանել եմ հետեւյալով, եթե ինքը 25-ի մասին է խոսում, ուրեմն երկրում պետք է տնտեսություն ստեղծել եւ ոչ օլիգարխիա։ Այդ մեկ մնացած արդեն երկրորդ մասը ուրեմն իր տարիներին դուք հիշում եք 7 թվին թե 6-ին այս նույն Ալիևը տվեց Նախիջևանի խաչքարերը լցրեց Արաքս եւ շատ բողոքներ եղան շատ ես էլ Երուսաղեմում էի աշխատում այդ ժամանակ մեծ ցույցեր բաներ եւ պահանջում են իրենցից գործողություններ ասում են Հայաստանի միակ տղամարդը հայության Հայաստանի չէ միակ տղամարդը ուր է ծագերներ մտել քաղաքական ծագերը հիմա չասեն էսին ինչու չարեց թե Նախիջևանի խաչքարերը Հայաստան չէին ուրեմն այդ բոլոր պրովոկացիան նրան հետաքրքրում է հեղաշրջումը պետականության քայքայումը եւ այլ այստեղ նաեւ սես մարդիկ ունեն անձնական խնդիր չէ եթե ռեժիմը փոխի վերադառնա իրենք իսկապես քաղաքական կուսության ինդուլգենցիա հաստատ կստանան կվերջանա ամեն ինչ Հետևենք զարգացումներին, պարոն Շիրինյան, մեկ շաբաթ անց նորից փորձենք շաբաթը ամփոփել։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։